Թալանչի ասում նախկիններին ձեր տպավորությամբ հիմա ովքեր են իրական թալանչիները, տեսնում եք ԿՊԱ-ական պաշտոնյաների ցոփ ու շվայտ կյանքը։ Այն չի պարշի քեզ։ Այնց կա, այնց բաներ ունես, କି սովետի ժամանակ պետությունը չունացել է այդ հարստությունը ինչ որ իրանց նա։ Նիկոլ Փաշինյանը ժամանակին ուներ մի հատ ջարդած միկրոֆոն, մեկ էլ իզալենտով փաթաթած կամերա։ Ու այսօր իր կողքի մարդիկ ինչ ունեին նախկինում ու ինչ ունեն հիմա։ Ես կարամ ձեզ բոլորիդ ցույց տամ Չոբանքյարայում քերակատարողական հիմնարկի դեմ դիմացը։ Մոտավորապես մի 50 հեկտար տարածք, որտեղ ծառներ են, այգիներ են, շինություններ են, ու դա Տիգրան Ավինյանինն է։ Այն նույն Տիգրան Ավինյանինն է, որ հերը Օպելի շոֆերներն ասում էր Օպելով համբալ։ Այդ մարդիկ ինչ ունեին նախկինում։ Կամ նույն Սուրեն Պապիկյանը, նույն Ալեն Սիմոնյանը, որ մեկին ասեմ, ոչ մեկ ոչ մի բան չի ունեցել։ Տգլոր եկել են իշխանության, իսկ այսօր իրանցից լավ թալանչի գոյություն չունի։ Որ իրանք ասում էին կոռուպցիան պետք է վերացնեն, կոռուպցիա պետք է չլինի, ոչ։ Ինչ է այս երկրի վիճակը, ոնց նայում ես բարիկ ու կրիստալու, չգիտեմ ինչ խուժանություն են բերել Սերմանե ժողովրդի մեջ։ Այս երեխեքի ինչ են տենում։ Ինչ են սարքի այս պետությունը։ Այսինքն նայեք ժողովուրդ ջան, ես եղել եմ կալանավորված մոտ 3 ամիս։ Բայց բարիկի հոդվածով մարդը գալիս է 6-ից 12 տարին ուսերին վերցրած, գալիս է 2 ամիս հետո իր գործը տեղափոխում են տնային կալանք, իսկ քաղաքական հայացքներով ընդդիմադիր մարդուն պահում են կալանքի տակ։ Այսինքն ինչա դուրս գալի, որ այս պետության համար ավելի լավ է բարիկը լես, քան թե ընդդիմադիր։ Այսօրվա իշխանությունը էսա։ Այսօրվա թալանը անմակարդակ է, որովհետև իրենք թալանչիները անկիրտներ են։ Անկիրտ մարդը ուրիշ ձևի է թալանում, կիրտ մարդը ուրիշ ձևի է թալանում։ Անկիրտի թալանածը սարսափելի է։ Պատկերացրեք ծառը քաղի անկիրտը եւ քաղի կիրտը։ Եվ ցանկացած խնդիր անի անկիրտը եւ թալաներն էլ դրա մեջ է մտնում։ Հիմա անկիրտների քանակը շատ բարձր է տոկոսային։ Դրանք համեր սարսափելի են։ Անկիրտ մարդը աշխարհի ամենադաժան մարդն է։ Իրանք թալանը չեն վերադարձել առեսօր։ Այն որ ասում է քյասիբը մնաց քյասիբ, այն որ պատիժ չես տեսել, տեսավ ճակատից կախ։ Կոնկրետ։ Ես չեմ տենում լավ բան։ Ախմերով գալիս է այն փապուկաթորին նստում է, ուրակի պես իր կողմն է քաշում։ Այսինքն դա ինչի մասնա խոսքը։ Այն իրանք երներին բերել է, այն մեկին տարավ մինիստրը, ընդ լավ շարժա, բերես տարավ ընդ դրես մինիստրը, ընդ լավ շարժա, բերես տարավ ընդ դրես։ Այն միշին տարավ ընդ, այն արա, այ ցավեցանեմ, կարծես նիգրա ախպեր, չի կարելի։ Սա ժողովրդին է պետք նայել, ախպեր, երեք մարդը մխկտում էր ծաղիկը, ծաղիկը ծախել, սարքել է, հազարազա, 5-50 հազարազա, ախպեր չգիտի, ասեն իրա գնից էյժան հանեսս բրրով շպրտում են գոմել է դարը։ Երկրում թալանը վերացավ։ Երբեք չի վերանա, բացառվում է։ Ձուգը գլխից է հոձում, հասկացար, ես չեմ էլ վախում, որ խոսում եմ, ձուգը գլխից է հոձում։ Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր ապրանքները, ասել են շուտով գազն էլ այլևս արտոնյալ գնով չեն տալու, ինչ է լինելու։ Իհա, գազն իրանցն է, ինչ կուզեն կանենք, ինչ պետք է անես։ Կամ պետք է ուրիշ տեղից ստանա էժան գնով, կամ պետք է բարձր գներով ընդունի։ Մեր Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումը կարող է մեզ տանի դեպի Թուրքիայի եւ Ադրբեջանի չեք կարծում։ Լրիվ հնարավոր է։ Այնա դաժե հույս ունեն, որ եթե հանկարծ բան եղավ, Բաքվից կստանան գազ։ Ինչ մոտքով չգիտեմ։ Սպասելիքները այն է, որ հայ հասարակ ժողովուրդը թո իրանց ալուրի, իրանց ձեթի, իրանց կարաքի ու առհասարակ մթերքի հետ կապված պարենային պայեստավոր են, որովհետև Հայաստանի Հանրապետությանը սպասվում է շատ վատ ընթացքներ, քանի որ Նիկոլ Փաշինյանի ոչ ճիշտ քաղաքականություն վարելու հարևան երկրների հետ, այսինքն ինքը բարեկամ երկրների հետ սրում է հարաբերությունները, թշնամի երկրների հետ գնում է խաղաղության։ Հայ հասարակ ժողովրդին
թասիբով ղեկավար պետք, բայց այսօր մենք թասիբ չենք տեսնում մեր ղեկավարող կազմի մեջ։ Անպայման Ռուսաստանը մեզ երբեք էլ բաց չի թողա, մենք էլ չենք կարա Ռուսաստանին բաց թողանք բանի տեսակետից։ Մենք այդքան ուժեղ չենք, որ կարանանք Ռուսաստանից ազատվենք։ Ռուսաստանից մենք չենք կարող ազատվենք։ Իրանք էլ մեզ բաց չեն թողա, ինչի բաց թողան որ։ Ես չեմ ուզում ոչ Ռուսաստանի հետ վատ լինեն, ոչ Եվրոպայի հետ, ոչ Ամերիկայի հետ։ Թող լինի բարեդրացական հարաբերություններ, բայց պահեն այնպիսի, որ այդ ոնց ասեմ, չարքյաշ ապրող ժողովուրդը մեկի չի վիճակի լինի ապրելու, որ նայում ես մարդկանց դեմքերին, ես կոնկրետ որ նայում եմ, զգում եմ, բոլորը ոնց որ հիվանդ են, գույն չկա մարդկանց դեմքին։ 50 տարեկան անձնավորությունը, որ նամես կասես Եվրոպայի 90 տարեկան անձնավորությունը այդ դեմքը չունի։ Այդ դեմքը չունի։ Այդ գիտես ինչից է, ստրեսներից է, այդ վատ ապրելակերպից է։ Մեկը այս տարբերությունն էլ է մարդկանց ճնշում։ Իմ դիմացը, իմ բնական դիմացը հիմա ապրում են Արցախից մի ընտանիք, այդ հարսը 33-32 տարեկան 4 երեխաներ, ունի 4 անչափահաս երեխաներ։ Ինչով է մեղավոր այդ ընտանիքը, որ իր ամբողջ կյանքի դրած տունու տեղը թողե եկել աստեղ։ Մենք չենք կարող Արցախը մոռանալ։ Ես դա ընդհանրապես ես անգամ իր հետ զրուցելիս ես չեմ կարող ասեմ Ղարաբաղ, ես ասում եմ Արցախ։ Իմ համար Արցախ, ես Արցախի տեղ չեմ գնացել, չեմ տեսել, բայց ես չգիտեմ իմ գեների մեջ կա էդի, իմ ազգն է, ինքն էլ է իմ ազգը։ Ես իր երեխաներին փաթաթվում եմ, ոնց որ իմ թոռներին սիրում եմ, որ այդ երեխեքը գոնե այստեղ իրան շոյված զգան։ Ու մեր ազգին շատ պարակտեց սև ու սպիտակ անելը, որ դա շատ սխալ էր։ Չի կարելի ազգին սև ու սպիտակ անել։ Պետք չի մշտապես ասել հները մեղավոր են։ Ես չեմ կարող ընդունել, որ թուրքը կփոխվի։ Դա հայը կարող է իր գենը փոխի երբեք։ Որտեղ էլ ուզում անի, հայը իր գենը կպահի։ Թուրքը չի կարող իր գենը փոխի։ Բացառվում է դա։ Արա թողնեց անեն ժողովրդի համար լավ լինեն ասել են։ Այսօր ծաղիկը բանի ոդիտակ թափում է, բայց ռուսը տանում էր, մարդիկ կոպեկ էին աշխատում, ընտանիք էին պահում, երեխա էին պահում, հաց էին առնում, էդա թրելա, չգիտեմ, մեր լուբո տեսակի կորիզով, չգիտեմ, ինչ, այս գյուղացին, այս աղբեր են, սաղն էլ աշխատել են, քրդոնել են, բա ինչ անեն, այդ ապրանքը ուր տանեն, Եվրոպա, Եվրոպան բան արեց, 50 միլիոն ասես տվեցի, ասում չգիտեմ տվելա չէ չի տվել, յանի սուբսիդիա անեն էլ է, ես մարդը 500 կիլո բազարժան ունի, վրեն ավելցնեմ փողոտան, ես մարդը մի տոննա ծիրան ունի, մի տոննա ծիրանի վրեն ավելցնեն տան, այս տարի, բա գալող տարի, աղբեր, այդ ցավը տանը։